Էսը վախնամի։ Ռուպի կանունս։ Սուսիկ։ Սուսիկ ջան, դու մեզ ինչ բարեկամ ես գալիս։ Դե ես էլ եմ այդ ուզում պարզան, ես դες ինչ բարեկամ եմ գալիս։ Դե Ռուբի ջան, Ես Էվայի քուրն եմ։ Էվա։ Էվա չեմ ճանաչում, Էվան ով է միթե բաբա։ Հարսն է։ Ռուբի ջան, դե Հարսը։ Խնամի ջան, միթե դու էլի տղա ունես։ չէ, խնամի ջան, դե Արմենը տաղուսնգերը Նահիր, Ոնցորի տղեն եմ դի, էլի։ Կմկմ Չէ, ոնցորի տղեն եմ դի։ աչքից դու էլի հարս ունես։ Չէ, Չես խնամի ասում։ ջան, չէ։ Հարսանյակ դուն ես բացել։ Հա։ Էս էլ Էվան։ Էս աղջիկը։ Ես սոլա։ Էվան իմ քուրն է, այս տան աշխատողը։ Մերոպե չհասկացամ։ Հիմա դու աշխատողն ես, թե հարսն ես, թե աշխատող հարս ես։ Հարսան աշխատողը։ Ոնց թե տունը մարդամտել։ Կարող է գողա։ Հավատա չեմ իմանում։ Այնտեղ մարդ կա պարկած բազմոցի վրա։ Էվան, Էվան չէ, մեծ է օտար կին ես։ Ալեքս ես տանը ուրիշ կին էլ կա։ Էվայի քուրն է եկել Հայաստանից։ Բայց չեմ հասկանում, ձեր տան աշխատող իր այդ մարդ է բերում, որ իր այդ աշխատի է տան մեջ։ Ամպը։ Դե խոբի ինչ ասեմ։ Քանի որ գիտես, ինչ կարող եմ ասեմ։ Ներողեն ես։ Տանդ աշխատող արդեն ոնց որ իրան տան տեր ազգում Ալեքս։ Կյանքս ես այդ հարցը կլուծեմ։ Ինքը արդեն լուծել է, դու չես հասցրել։ Հենա լավ էլ առաջ է գնում, տան տեր է իրան արդեն զգում։ Հետը մարդ է բերում ես տուն։ Այս տանտերը դու ես կյանքս։ Քեզ թվում է, որ ես տան կռիվ եմ անում։ Ուղղակի իմացի, որ այդ աղջիկը դիտավորյալ անում, դիտմամբ անում Ալեքս։ Այդ լավ է, որ այդքան հասկանում ես ու գիտես իր ուզածը ինչ է։ Արին հենց ալա, որ ինքը չհասնի իր ուզածը։ Արդեն հասել է։ Կինը տա դարձել։ Դրանից ավել էլ ինչ։ Բարելույս բոլորին։ Ես եկա խեղդեք պատվերներով։ Ում եմ երջանկացնում։ Ես շիշ սիրունո։ Ախպերես։ Ուր ես։ Պիտի լի իսկական տղամարդը կամ ծաղիկների մեջ կամ ծաղիկների գրկում։ Վարդերի մեջ, Լսի հլը, դա քո մոտ է։ Չէ, գնաց, չասրի թաղեի, զարտնեց։ Ինչ ասում ես սպիկերի վրա դի։ Յա, բարելույս, բրո։ Այլույս։ Ես քեզնից չի այդ ժամին արտացել ես։ Փորը մորը չի ծավում։ Ցավում ա, ոչ չի ցավում։ Ընենց փորացավ ունի։ Ձեռնի առեք լավ։ Նատալի։ Լավ էլ ջոգել ես փորացավը։ Դու չգիտես, ես ծաղիկների հետ եմ աշխատում, հոտը արագ զգում եմ։ Ես առաջորդն էի զգացել, հարսանիքից հետո արդեն պարզ էր։ Բայց երկրորդ ձգիր, բրատ, ապրես երկրորդ ձգիր։ Ծաղիկներ արագ եմ Նատալին քո կողմից։ Ես քեզ վարդեր բերեմ, քո ճամփեզար թարեմ։ Թուլացեք մյակիա։ Հա լավ հանգստացի այ աղբեր։ Լավ աղբեր ես, կատակեն կողմ։ Մետ փույ, վերջ, սիրուն սրտիկով բուկետ արագ եմ Նատալիդ, հատուկ քո կողմից։ Հա աղբեր ես, գիտես ծաղիկը ոնց է չեն հասարկում, հոպ։ Չէ, դու ընդհանրապես մի խառնվի, որ սաղ չհարամես։ Okay, լավ։ Մի հատ լրջացեք աղբեր։ Հիմա ուր է։ Ինչ իմանամ աղբեր։ Բղկանչես գնաց։ Աղբեր, բայց լավ գժված է մեր վրա։ Գժված գնաց աղբեր։ Ես հենց դրանից էլ վախում եմ։ Տղեկ կարողա մենք չափ տանցել ենք։ Իսկ դու ուրիշ տարբերակ ունես այս հարցը լուծելու։ Ոչ կանանք նեղացնենք, ոչ կանանք տանենք կորցնենք։ Մեսի հուր հավիցան կկորցնի սաղի սախր։ Ապա ես վախում եմ, որ դրանք ավելի մեծ թափով սկսեն Ալեքսին հետևել։ Դրանք էլ իրանց ագենտներին անընդհատ փոխում են։ Հիմա էլ են փոխել իրանց ագենտին։ Նասկի է, ինչ է։ Նասկի է, բա ինչ է։ Բայց մեկ
Չկա ինչքան էլ փոխել, մենք բալիտ ենք անում։ Հա բայց սրանք, որ սկսել են անընդհատ մեր հետևից գալ, այդ շատ վատ նշան է։ Հաստատ մի օր կբռնվենք։ Ախպեր, իսկ որ մեր Ալեքսը իր այդ հարևին վերցի երկրից գնա։ Չի կարա, ապե, չի կարա։ Չի։ Ալեքսը երկրից չի կարա բացակայի։ Ու հետո ուրա փախնելու FBI-ի աչքից։ Ուր էլ գնա կբռնվի։ Դու շատ ունես։ Հա ճիշտ է ասում, շատ ունես, ապե։ Ախպերներ, հեսա արագ մի երկու պատվեր կա անեմ ու գամ։ Կլնի։ Լավ, օքեյ, ապե, պրծնես արի։ Ապե, Ալեքսս տուն հիմա չարժի գնալ։ Թխնամիների մեջ կասկած կգցենք։ Էլ ինչի։ Մենք Ալեքսի ինգերներն ենք, նորմալ է որ գնանք իրանց տուն։ Ապե դե նորմալ չէ էլի, որ ընկերները շուշուտ են գնում ամուսնացած ընկերոջ տուն։ Ախր աղառավոտից իրիկուն ընդեղ ենք։ Հա, մենք մեր ընկերոջը շատ ենք սիրում, նորմալ ընկերաբարի մարդկային հարաբերություններ է մեր մոտ։ Հա, մանավանդ որ Նատալին ընդեղ է, չէ։ Ինչ վատ կլինի, որ երկու ընկեր բաժանակ դառնանք իրար։ Աղբոր պես էլի։ Հələ դու տես մեկը մարսում ենք նոր տեղավորվի էլի։ Որպեսզի դուք չզգաք դիսկոմֆորտ, թոթրակ, իրավաբանական ծառայություններ եւ խորհրդատվություն, ձեր հարմարավետությունն ու անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթ է։ Զանգեք հիմա 888 980 8081 կամ այցելեք D-Star Collision Center։ Վստահելություն, արագություն եւ գերազանց սպասարկում։ Նոր տարին ենթադրում է նոր կյանք, նոր ձեռքբերումներ ու նաև նոր երիտասարդ տեսք։ Ու առաջին բանը առավել քան որևէ այլ բան, որ հետ կբերի ձեր երիտասարդ տեսքը, գեղեցիկ, փարթամ, առողջ մազերն են։ Երբ կա Կուրոքս մազերի մասնագիտացված կենտրոնը, որը մեկ օրում վերականգնում է ձեր սեփական մազերը անցավ հաճելի միջավայրում, ինչու՞ չանել այն։ Զանգեք 818 418 1111 եւ ամրագրեք ձեր օրը։ Կամ պասապրես այցելեք 229 North Central Avenue, Glendale, առաջին հարկ, մուտքը փողոցից։ Սա ուղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դու զանգեք 818 418 1111 Կուրոքս։ Դուք նորից երիտասարդ եք։ Skinnovate մեծ սպայում քեզ սպասում են ամենատրենդային բյութի ծառայությունները՝ Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal, laser facials, ու նաև lymphatic drainage massage dry sauna-ով։ Մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Innovation that touches your skin։ Զանգահարիր հիմա 818 220 0220։ Ավելի քան 30 տարվա փորձառությամբ Եղնիկ ռեստորանը հրավիրում է ձեր բոլոր առիթներն անցկացնել մեր գողտրիկ անկյունում։ Մենք մատուցում ենք նաև քեթրինգ ծառայություն։ Մեր գները անհամեմատչած են շուկայականից։ Մեր տեղը անփոփոխ է 13 108 Sherman Way։ Զանգահարեք հենց հիմա 818 765 1401 հեռախոսահամարով եւ մենք ձեր օրը կդարձնենք ճիշտ։ Девочка, стоп, не надо. Поверь же мне, я парень, то, что надо. Хочу я быть всегда с тобою рядом, дыханием сердца твоего. Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես է քեֆներդ լավ է։ Շատ։ Բարի լույս։ Բարի Անդրեաս, ինչպես է։ Լավ եմ։ Միթե ձեզ թեյ չեն հյուրասիրում, հապա մի հատ թեյ տվեք ես մարդուն, Պարսկաստանից զաֆրան եմ բերել։ Այո, եթե կարելի է մադամից համարել զաֆրանով, երկու հատ էլ մեխակ գցեք։ Պարոն Անդրեաս, թեյ կուզեք, թե սուրճ կուզեք։ Ոչ մի բան չեմ ուզում։ Հեր, միթե մադամը արդյուն չի դրա համար, ջանա, իմ ամուսինս էլ ատենց, Ռուբիկս, մինչև ես առավոտները չեմ որդանում,
բերանը ոչինչ չի դնում։ Ճիշտ ասում, բաբա, մեկ նոմա չի արթնանում տենց էլ անթեյ մնում եմ։ Չէ, տիկինս վաղուց արտացել է, գնացել է խանութ։ Բաբա, հեր, մենակ ա գնացել։ Երկու աշխատող ունեք ստե, բաբա, մենակ ա գնացել։ Հեր չեն սիրուն գնացել։ Ես ես տանը աշխատող չեմ։ Նայրա։ Ռեյլի փորու եք, հա։ Շատ էր ես առանցնեք։ Գնանք դուրս։ Եկեք դուրս գնանք։ Ես չեմ գալիս, բաբա, ես պետք է մնամ տեսնեմ սրանք ինչ են ստեղանում։ Շարժվեք։ Գնանք։ Գնանք։ Բաբա, մեծ շարժվեք։ Այս տան մեջ այնքան մարդ կա, այս տեմպերով, որ գնաք ոչինչ չեք կարող հարցնեք ու ասեք ու դնեք ու վերցնեք։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս, Ալեքս։ Սոնա ջան, մամա ջան, արի բաբա, արի ես քո մարդին տիրություն արա։ Թե չէ հեսա հում կուտեն։ Սոն, Արի, ո՞նց ես։ խեղդվում եմ արդեն։ Ամաչում եմ, որ մամային խաբում եմ։ Ամաչում եմ, որ պապային խաբում եմ։ Դու չես խաբում։ Ուղղակի հանգամանքներն են տենց դասավորվել։ Ու ասեմ իմանաս, այդ աղջիկը Ալեքսի հետ լրիվ ուրիշ պլաններ ունի։ Փաստորեն դու էլ ես նկատել։ Այդ այնքան պարզ է։ Եթե դու նկատել ես, ես պատկերացնում եմ մաման ու պապան ինչքան արագ կնկատեն։ Դա ժամերի հարց է ընդամենը։ Սոն, կարանք մամային ու պապային մի կողմ դնենք։ Արի այդ աղջիկը հախից գանք։ Բայց ո՞նց։ Տենց։ Ինքը Ալեքսին է ուզում։ Իսկ դու իրան սիրում ես։ Ալեքսը քոնն է։ Ինչի պետք է իրան նվեր տաս։ Որովհետև Ալեքսի ազատությունը մենակ իր ձեռքերում է։ Մենք իր դեմ հաստատ ինչ-որ մի բան կգտնենք։ Նատալի վտանգավոր է, հասկանում ես։ Հասկացա։ Իսկ մենք կգնանք այնքան, ինչքան կարող ենք։ Ինչքան հնարավոր է։ Կգաս քեզ մի հատ գրկեմ։ Նա ինչքան ես մեծացել, որ քո մեծ քուրիկին արդեն դու ես խորհուրդներ տալիս։ Ողջույն աղջիկներ ջան, բարև։ Ես այսօր ձեզ մոտ գրանցում ունեմ, ճիշտ է։ Տիկին Էմիլիա։ Այո։ Ուղղակի պիտի խնդրեմ հնարավորինս արագ կազմակերպենք, որովհետև ես այսօր Պարսկաստանից հյուրեր ունեմ։ Խնդիր չկա։ Rima, your appointment is here. Բարև ձեզ։
Համեցեք։ Այո, սիրելիս, լսում եմ։ Ասենք, ոնց ես պատկերացնում, Անդրեաս ջան, ուր պիտի լինեի։ Խանութ, առևտուր եմ արել, ամեն ինչ առել եմ։ Հիմա էլ եկել եմ ինձ կարգի բերեմ։ Ուր։ Անդրեաս ջան, եկել եմ սպա։ Ինչ սպա, սկինովետ, մեծ սպա։ Լավ, մի ժամից կվերջացնեմ, կգամ։ Հասկացա, շատ լավ։ Այս տղամարդիկ առանց մեզ ոչինչ չեն կարող անել, զրո։ Hello. Արմինե ջան, կներես, զանգերեր չեն պատասխանել։ Ալեքս ջան, քեզ համար լավ լուր ունեմ։ Տունը դեռել է, ես հենց հիմա քո տանն եմ։ Ուզում ես ցույց տամ նայես։ Ուզում եմ Սոնային սյուրպրիզ անեմ։ Ես բանալին արդեն վերցրել եմ, բայց կոնտրակտը պետք է անենք։ Կանենք, լավագոնե այդ տան հարցերը լուծվեց։ Երեկոյան հարմար կլինի ձեզ հանդիպենք։ Մի քիչ գլուխս խառն է, եթե ես չկարողացա, տրեքին կուղարկեմ։ Ուրեմն դե կապի մեջ։ Աստված, հազիվ մի լավ բան եղավ։ Ասում եմ այսօր գնանք օվկիանոս։ Չէ, խնամի ջան, օվկիանոս չեմ սիրում։ Հոգնել եմ այդ Պարսկաստան կա տունիցս դուրս ես գալի, ծախով երթում ես այդ քարքարչան, ամեն օվկիանոս անդեղ։ Դե ում գնանք Վեգաս։ Վեգաս չէ, բաբա, հոգնել եմ խնամի ջան, ամեն օր Վեգասը տեսնում եմ։ Որտեղ։ YouTube-ով։ Հա։ Չեմ սիրում, շատ փող ծախսելու տեղ է։ Նայի Ռուբիկը քզիպ մարդ չի, բայց չեմ սիրում, որ տենց փողերը ցրիվ տաս քամում։ Բայց խաղալն էլ իր հաճույքն ունի, չէ։ Բաբա, դե փող ծախսելու հաճույքը ո՞րն է, որ աշխատածդ քրտինքը փող տանում ցպնում ես ամենը դրան։ Ո՞րն է դրա հաճույքը։ Հələ ինչ անենք։ Ուր գնանք։ Ճիշտն ասած խնամի ջան, ես կուզենայիմ քո բիզնեսը տեսնեմ։ Իմ բիզնեսը։ Հա, նայիր չմտածես, հա, որ ուզում եմ գամ փողերը թաշվեմ, չէ։ Ռուբիկն այդ մարդը չի։ Ռուբիկն երեսին ասող մարդ է։ Ինչ որ մտքիս է, այն էլ լեզվից ծերին է։ Հա։ Ուղղակի ուզում եմ տեսնեմ, ինչ քոնով ես կայացած։ Սոնան ոչ մի բանի կարիք չունենա։ Խնամի ջան, անհոգ եղի։ Հոպ տեսնում եմ խնամի ջան։ Երկու հատ աշխատող ունես, ամենը լավ է, հասկանում եմ, բայց նայիր հա, պատմությունը ցույց է տվել, որ այդ աշխատողները գալիս է մի ժամանակ, գալի մտնում են տանտիրոջ ծոցը։ Ես ինչ ես խոսում, խնամի։ Դուք ոչ առաջինն եք, ոչ էլ վերջինը, խնամի ջան։ Հետո Ալեքսը այդ երկու աշխատողների փոխարեն մի հատ ռոբոտ բերեր, ավելի լավ կերներ։ Սուս ամեն ինչը կանեին, բաբա։ Խնամի։ Հա, այն Աստված։ Հետո նայիր այդ Էվա այդ պատմությունները ճիշտն ասած չսիրացիմ։ Oy maya galuka, es un ayam. Oy maya Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բյուրանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար, իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։
հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux։ Ուղղակի հրաշքատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Համայնքում մեծ ճանաչում վայելող Փախլավա ֆակտորին շարունակում է անակնկալներ մատուցել ու զարմացնել իր հաճախորդներին։ Լիբանանյան անուշահամ քաղցրավենիքները, պատրաստված հատուկ լիբանանյան բաղադրատոմսերով, ոչ միայն հայտնի են համայնքում, այլ նաև սիրված ու արդեն իսկ շուկայում իր տեղը զբաղեցրած։ Բազմազան տեսականի անուշահամ քաղցրավենիքներ, անգամ դիաբետիկ մարդկանց համար նախատեսված անուշեղեն։ Իսկ այս ամենը կարող եք ձեռք բերել Glendale, Encino, ինչպես նաև North Hollywood քաղաքներում։ Փախլավա ֆակտորի, նվիրեք ձեր սիրելիներին մի բուր քաղցրություն։ Our Family Market. Welcome to Our Family Market. Ձեր ընտանեկան խանութը, որտեղ գները մաչերին, սպասարկումը հաճելի, իսկ մթերքները թարմ ու սննդարար, թարմ ու բարձրակ մսամթերք, կատնամթերք, ընդեղեն, մրգեր ու բանջարեղեն, լավագույն գներ եւ ջերմ ընկերական սպասարկում, տեղում պատրաստվող սննդամթերք, ջուֆտա, բլինչի, սալատների տեսականի, ճաշեր ու անուշահամ խմորեղեններ, արագում ու հաճելի սպասարկում։ Our Family Market, երբ գնումները հաճելի են ու անչափ համեղ, հիշեք այս անունը, Our Family Market, զանգահարեք, պատվիրեք, այցելեք մեզ ու դարձեք մեր ընտանիքի անդամը։ La Brand, անմահական խոհանոց, նորաբոյ ու նրբահամ ուտեստներ, ծովամթերքների հարուստ ընտրանի, յուրահատուկ համ եւ գեղեցիկ մթնոլորտ, ջերմ ու արագ սպասարկում, La Brand, երբ հաշվի առնվում յուրաքանչյուր մանրուք, կենթանի երաժշտություն եւ անսուկական բենդ, որը ձեր օրը կդարձնի անմոռանալի։ Իսկ եթե ունեք գործնական կամ բիզնես հանդիպումներ, կարող եք այն կազմակերպել մեր բացօթյա սրահում կամ առանձնանալ VIP սրահում։ Ունեք առիթներ, ծնունդ, կնունք ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով։ La Brand, համի եւ ոճի նրբաճաշակություն։ Մամջան, Բալես, ես ինչ շոկ էր։ ոնց ես։ Լավ, Բալես, լավ քնեցիր։ Ապրես։ Բալես, ահագին առևտուր եմ արել մեքենայի մեջ հա։ Գնա բեր, Բալես։ Հեսա բերեմ։ Փեսա ջան, մեր օպեսպա։ Եթե դուք ծանը գործավար չունեք։ Սրանք ձեր տան գործավորները չեն։ Ես ես տանը աշխատող չեմ։ Աղջիկ ջան, ես որ գնում եի խանութ, դու բազմոցին պարկած էիր, քնած էիր, չուզեցի անհանգստացնեմ, արթնացնեմ։ Հետաքրքիր է, դու ով ես։ Քույրս է։ Հա։ Պապա ջան, ես չեմ կարող հասկանալ, միթե ձեր տան գործավորները մի օր կարող են պապին բերեն, մամին բերեն։ Միթե դուք չեք այս տանտերերը։ Միթե դուք չեք որոշողը։ Լսի, էй, վատակ ցնտով մորքուր։ Չփորձես է քրոջս վրա գազ տաս։ Ինքս տեղ անտես չի։ Եղավ։ Էվա, այս քուրդ ոնց որ չափերն անցնում, հա։ Ինչ անեմ։ Ես ինչ եմ խոսում։ Աղջիկ ջան, դու կին ես։ Դու չես ամաչում։ Կին չէ, օրիորդ։ Բաբա ջան, դու տենց օրիորդ էլ կմնաս, քեզ ոչ մեկը չի տանի։ Հանգիստ էլի։ Քո տարածին տենում եմ։ Հեյ բաբա, միթե Ռուբիկս վատնա։ Խնամի ջան, ինչքան կարող ես սրանց տնից շուտ հանի, թե չէ տունդ կքանդեմ։ Ալեքս ջան, ես հասկանում եմ քեզ, որ իմ աղջիկա համար ուզում ես ավելի հեշտ լինի, ամեն ինչ լավ լինի, բայց հավատա, սրանց տեղը մի հատ պիլասոս բերեց, ինչ այդ կայծի ավելը։ Գոնե մի բան կանի, իմանում ես, գոնե տանդ կեղտը կմաքրի։ Սրանք ով են, բաբա։ Սիրելի մորքուր։ Դուք չեք տենում, որ ես տեղ, հա։ Կներեք։ Դե ուրեմն թռար տոպրակները բերես։ Հենց հիմա։ ഞാനും մի րոպե սպասի։ Այսինքն հենց հիմա։ Վերկաց սոսիկ, վերկաց, որ ինձ օգնես, գնացինք։ Վերկաց։ Ինչ ես տեղ կանգնել։ Դե որ աչքի չընկնենք ախպեր։ Հիմա կզանգեմ Ալեքսին ու կասեմ, որ դրսում իրան ենք սպասում, որ պետք է լինի ներս կարանք մտնենք։ Իսկ ավելի լավ չի լինի մտնենք ներս, կոֆե խմենք, մարդկանց բարևենք, տենց էլի ասենք։ Չէ, ավելի լավ չի լինի։
Ես հա քեզ ասում եմ, ախպեր, Նատալիից գործ չունես, դու էլի քո էշն ես քշում առաջ։ Ապա մենք ներս չենք գնալու, դու էլ Նատալիին մտքիցդ հանելու ես։ Չէ։ Հա, Անհնար է։ հիմա դրա ժամանակը չի, ախպոր պես։ Արի կլինի Ալեքսի համար ավելորդ խնդրեմ չստեղծենք։ Ինչով է իմ ու Նատալիի հարաբերությունները դառնում խնդրեմ ուզում եմ հասկանամ։ Արի դու հենց սկսի մտածել էլի։ Կլինի մտածես։ Ոնց մտածում եմ ոչ մի բան էլ չկա։ Սիրուն աղջիկա, ես սիրուն տղա եմ, ախպերս կշփվենք իրար հետ, կհասկանանք իրար։ Ասեմ ավելին, ես այսօր գնալու եմ cool lux։ Կարող է հետս գաս вообще մազերը հետ կրակենք։ Կամ ասենք իմը կրակենք։ Ախպոր պես էլի, ժամանակ ես գտել։ Հա ինչ։ Չեմ կարա։ Այդ միակ բանն է, որ դու տեղ խնդրեմ չունես։ Լիքը մազ ունես գլխիդ։ Հա, ունելը ունենք, բայց պայելա պետք է տեղացնել, ախպերս էլ։ Չէ, դու փոխվողը չես։ Ալեքս ջան, մամա ջան, չկարծես, որ եկել եմ տունդ քեզի խելք եմ ուզում սովորացնեմ։ Այդ հենց բան չկա, չմտածես։ Ուղղակի սրանց նմաններին շատ լավ եմ ճանաչում։ Իմանում ես շատ նիգարան եմ։ Դու հանգիստ եղի Զոքան ջան։ Ես դրանց նմաններին ճանաչում եմ։ Ու տեսնում։ Նայ դու կարծես լավ չես տեսնում, որտեղ իրանք աչքով ուտում են քեզ, իմանում ես։ Զոքան ջան, իմ աչքերը մենակ Սոնային են տեսնում։ Նայ ես չեմ էլ կասկածում, ես իմ Սոնայից վրա այսքան կասկած էլ չունեմ։ Բայց ժամանակները այնցի ա, որ ես անհանգիստ եմ ելնում։ Խնամի ջան, հանգիստ եղի, մի անհանգստացին։ Դու են ասա, սուրճ խմել եք, հաց կերել եք։ Ոչինչ չեն կերել։ Այն խեղճ պարոն Անդրեասն էլ մի բան չդրեց բերանը։ Ხო բայց անբանել էլ չուզեցան, մի բան բերի դնին սեղանի վրա։ Մեխիարն ի՞նչ է։ Մարդ ես, Ռուբիկս, խիար շատ ասի։ Վայ, խնամի ջան, շատ անհարմար բան ա ստացվել։ Հենց հիմա դակուղ ենք, գնում ենք հաց ուտելու։ Այս բանալի են վերցնում։ Էստեղ ես գնում։ Հա։ Խնդրել եմ ինձ արձակուրդից հետ կանչեն։ Գնում եմ աշխատանքի։ Այսինքն Ես չեմ կարող այս տան մեջ նստել ու տեսնել ոնց է կինդ իմ աչքի առաջ գնում գալիս։ Այդ անհնար է տանել, այդ անհնար է տեսնել, այս ամեն ինչին անհնար է արդեն դիմանալ։ Իմ կինը դու ես։ Իսկ Էվան։ Իհարկե, հանգամանքների բերումով մեր տան աշխատակցուհին է։ Շատ լավ հասկացել եմ արդեն Ալեքս։ Կյանքս, արի չվիճեք։ Եթե սենց շարունակես, բոլորը կմտածեն, որ մենք պրոբլեմ ունենք։ Գուցե հենց ճիշտն էլ է դա։ Ստեղ մի հատ ճիշտ կա։ Այնա, որ մենք իրար սիրում ենք։ Ես արդեն այդքան էլ վստահ չեմ։ Ոնց։ Իմ թե քո վրա։ Հիասթափությունս շատ մեծ է, Ալեքս։ Ուրեմն լսի կյանքս։ Մարդը սխալվելու իրավունք ունի։ Դատել պետք չի։ Ուղղակի շանս տալա պետք։ Հիմա ունենք այն, ինչ ունենք, եղածներ չեմ կարող փոխել։ Հենց այդ է էլի, որ չես կարողանում իրականությունը փոխել։ Իմ ասածն էլ հենց այդ է։ Դու սխալ բաներ ես խոսում։ Դու ինձ անընդհատ հրում ես դեպի Էվան։ Որովհետև չեմ կարող քեզ բանտում տեսնել։ Եթե քո ազատության գինը այդ է ու ես պիտի վճարեմ, ես պատրաստ եմ դրան։ Այ էս է իմ Սոնան, այ էս եմ ուզում։ Ուզում եմ, որ միշտ իրար համար պայքարենք։ Ալեքս, ես քո համար աշխարհին էլ եմ պատրաստ դեմ գնալ։ Բայց այս աղջկան մեր տանը չեմ ուզում հանդուրժել, որովհետև ինքը ունի Զաքսի կնիկ, իսկ ես ոչ։ Կյանքս դու էլ կունենաս։ Ուղղակի մի քիչ համբերի, այս պատմությունից հետո։ Ինչ ես անում, աննորմալ։ Ես ինչ եմ անում։ Դու ինձ ասա, դու ինչ ես անում։ Այդ տենց թաքուն հետևում ես, հա։
Կարող եմ մեզ էլ էստես թաքուն հետևում, հա? Բաբամ։ Նայ, ես նայածում եմ հետևում։ Երկու աչք ունեմ, երկուսն էլ պիտի դնեմ, ամառ ու ձմեռ ձեզի պիտի հետևեմ։ Եթե մի բան է ընչելա, նայա, աշկերդ պիտի հանեմ։ Դե հիմիկվանից ասեմ, որ հետո հանկարծ չհիասթափվես, բաբամ։ Դու հələ այնքան բան ընչես տեսնելու։ Դու անդաստիրակ ես, շատ անդաստիրակ, փորրու ես դու։ Յազվա։ Նայր, այս կայծի ավերդ միացրու, այստեղ մելավ մաքրի, քեզ էլ հետը մաքրի, որտեղ դու այստեղ չես մնալու։ Հələ ստոպ մորքուր։ Այս տանը քեզ տանտեր ես գում։ Նայր, այս իմ աղջկոս տունն է։ Հոյ։ Ուզում ես մի հատ մեջիկ անեմ, աչքերդ բացվի, հասկանաս տեղ ով է։ Լավ, սուսիկ, սուս մնա։ Չէ, ինչի պիտի սուս մնա։ Մորքուր ջան, մնում է փղերով գրով ես։ Այս 2025 թիվն է։ 1404 թիվն է։ Ինչ։ Անգրագետ։ Յանի ինչ բացատրեմ քեզ։ Պարսկաստանում 1404 թիվն է։ Յանի եկել ես հյուր քեզի հյուրի պես պահի։ Ես եմ հյուր։ Ինչ սպասես պորտը մի հատ տեղը դնեմ։ Սուսիկ։ Ինչ։ Ապա կարող է տատմեր ես։ Պետք եղավ, կդառնի։ Նայիրա, դու ինչ շատ մի կատաղացրո, թե չէ, իմացի հա, վերջներդ վատ այլնելու։ Մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Արկադի Դումիկյանի մենահամերգը։ Բոլոր ժամանակների ամենասիրված հիթեր դարձած հին ու նոր երգերի կատարմամբ։ Ակվակալենտեի շքեղ համերգասրահի բեմում կլինի Արկադի Դումիկյանը։ Շտապեք այցելել հենց հիմա rmtickets.com տոմսերը ամրագրելու համար, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Հանդիպում ենք մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում։ Ավելի քան 23 տարվա փորձառությամբ անշարժ գույքի մասնագետ Արմինե Սոլակյանը ձեզ կօգնի ձեռք բերել բնակարան շուկայի լավագույն արժեքներով։ Նրա հմուտ թիմը կերաշխավորի կարճ ժամանակահատվածում ձեր իսկ երազած բնակարանի ձեռքբերումը առանց ավելորդ մտահոգությունների։ Վստահեք Արմինե Սոլակյանին, ձեր ապագայի ամենամեծ ներդրում։ Մարինա Սամսոնը դաշնային քրեական գործերով փաստաբան է, իրավունքի պրոֆեսոր, ԱՄՆ Գերագույն դատարանի պալատի անդամ, ով ունի ԱՄՆ իրավապահ եւ արդարադատության համակարգերում աշխատանքի հարուստ փորձ։ Նրա կարիերան ընդգրկում է ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմի աշխատանքը, ինչը նրան տալիս է բացառիկ պատկերացում դատախազության եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից դաշնային քրեական գործերի վարման, դրա դեմ արդյունավետ պաշտպանություն կառուցելու եւ վստահորդների շահերը լավագույնս ներկայացնելու համար։ Որպես դաշնային քրեական գործերով փաստաբան, նրա մասնագիտացումը ընդգրկում է ֆինանսական խարդախությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությանը վերաբերող գործեր, այդ թվում ռիկո գործեր, բանկային եւ էլեկտրոնային խարդախություններ, փոստային եւ արժեթղթերի խարդախություններ, առողջապահական եւ ապահովագրական խարդախություններ, հողերի լվացման գործեր, անձնային տվյալների գողություն եւ ֆինանսական հանցագործություններ։ Նրա առաքելությունն է պաշտպանել իր հաճախորդների ազատությունը, հեղինակությունն ու ապագան։ Flaming Flavor շաուրմա, միայն Parmesan-ից պատրաստող հյութալի ու անմահական շաուրմաներ, հավի, տավարի, խոզի, կոմբո պլեյթեր, 6 ու 12 հոգու համար նախատեսված, սալատների տեսականի, լցոնած կարտոֆիլ ու ածուխի վրա պատրաստվող անմահական խորոված ու հյութալի քեբաբ։ Կարող եք պատվիրել Grubhub, DoorDash եւ Uber Eats տարբերակներով։ Կարող եք նաեւ համենալ մեզ մոտ ու ճաշակել հենց տեղում։ Flaming Flavor շաուրմա, Երևանյան համն ու բույրը գլնդելում։ Flaming Flavor, երբ ուտելն իսկական հաճույք է։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է երկու քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Էսե կարա։ Ով եկավ։ Մեր ախպերն է, Լնայլը։ Փաստորեն դու էլ ես տեղ, հա։
Լավ։ Ինչ ենք անում։ Մենք իրան չենք տեսել, քանի ինքը մեզ չի նկատել։ Կարող խմացնենք սրան նորից։ Ախպոր պես էլի։ Կրակի հետ խաղ ես անում։ Անցած անգամ չտեսար գժվել էր։ Գժվել էր, բայց չէր կարող, չէ՞, մեր ձեռից պրծում էր։ Ախպերս, բայց սա որ կատաղեց, ձեռից հաստատ չենք պրծնելու։ Բախներս բերել է որ հայա։ Չանում։ Խփեց։ Դատվանք։ Արա հո դու ապուշ չես։ Արա ինչ անեմ, դե եղավ այ։ Լսի, դու մարդկային լեզուն հասկանում ես։ Ես քեզ չեմ ասել քրոջը ճամփի։ Չեմ կարա, Ալեքս։ Դու լավ գիտես, որ իմ քուրը մնալու տեղ չունի։ Ուր ուղարկեմ։ Էդ իմ խնդրեմն է։ Ես իրան իմ տանը չեմ ուզում տեսնել։ Բայց քուրս իմ մոտ է եկել, Ալեքս։ Ու քանի որ ես էստեղ եմ ապրում, ինքը ստիպված պիտի էստեղ ապրի։ Ուր գնա։ Ասեցի ճամփի։ Չեմ կարա։ Ինքը ստեղ ոչ մեկ չունի։ Մեքենա չի քշում, հասե չգիտի, լեզու չգիտի, ոչ մի բան չգիտի։ Ուր ուղարկեմ ես այդ աղջկան։ Դու խիղճ ունես։ Նորից եմ ասում, էդ իմ խնդրեմը չի։ Ես քո փողը տալիս եմ, չէ՞։ Հա, տալիս ես։ Բայց կան բաներ, որ այդ փողը չի փակում։ Օրինակ այն, ինչ որ ես զգում եմ այս տանը։ Օրինակ այն, երբ որ ես տեսնում եմ, որ իմ սեփական ամուսինը ուրիշ կնոջ ձեռքը բռնած մտնում է ննջարան։ Ու ես գիտեմ, թե հես անդեղ ինչա կատարվելու։ Իսկ ես այդ ընթացքում պետք է այս տները մաքրեմ, տան ծառա լինեմ։ Ավանդական հայկական ընտանիք ենք, էլի, երբ որ տան կինն ես, դու ուղղակի տան գործ ես անում, իսկ ամուսինդ վայելում է կյանքը։ Դու իմ օրինական կինը չես։ Էլի ամեն ինչը խառնեցիր իրար։ Թարսի պես հենց ես եմ քո օրինական կինը։ Զաքսով ամուսնացած ենք, եկեղեցիով ամուսնացած ենք։ Ոստեղ միական օրինական բանը գիտես որն է։ Այն, որ իմ սեփական ամուսինը ուրիշ կնոջ հետ է քնում։ Այ, որ օրինակ մի օր ինձ շանս տաս, ու մենք գիշերը միասին անցկացնենք, հնարավոր է որ Աստված օրհնի մեզ ու ես քեզ կարողանամ երեխա պարգևել։ Հա՞։ Ինչ կասես, կարող է փորձենք։ Տակություն ունես։ Դու adekvat ես։ Չէ։ Ես գժվում եմ, որ չգժվեմ։ Որովհետև ուրիշի իմ փոխարեն այս ամեն ինչը չեր տանի։ Ես այսքանի միջով անցնում եմ, այս ամեն ինչը ներում եմ, իսկ դու մի հատ իմ քրոջը չես թողնում, որ այս տանը մնա։ Դու ինձ օգնում ես, որի դիմաց լավ էլ փող ես աշխատում։ Տենց է թե չէ։ Տենց է, բայց ինձ այդ փողը պետք չի։ Ինձ դու ես պետք։ Հա, ախպերս ոնց ես, հələ շարժվի, լավ ես։ Արա հորսանը վեսի վրեկներս է մնալու, արա ես ինչ արիր։ Ախպերս կարողա քեզ հիվանդանոց տանենք։ Հələ ախպերս, Քեզ տղավարի պայծիկ պայքի է։ ու ինչ-որ տեղը չի ծավում, հա։ Հələ ձգվի։ Ուտե տղեն հելնում է, հապատալի շորերը ու հոպ խփում է բեյնիս։ Խփի ախպեր, մենակ քվի տելենք, հա։ Ապրես, ախպոր պես, ըտես մինայ, ավելի լավ է մի հատ խփի քվի դելնենք, հա։ Արա կարաս սուս մնաս մի րոպե դու։ Ախպերս ոնց ես, հələ մի հատ բառ ասա։ Մետ փու արա։ Սես մի արա էլ ախպեր, սես վանդամներ անում։